Հետաքրքիր փաստ Աստվածաշնչի մասին։ Հովհաննես 8-րդ գլուխ 25-րդ խոսքում Քրիստոսը հրեաներին գիտեք ինչ է ասում։ Եկեք ընթերցենք։ Այդժամ նրան հարցրին. «Ո՞վ ես դու»։ Հիսուսը նրանց ասաց. «Նա, որ սկզբից եւ այդ շարունակ խոսում էր ձեզ հետ, ինչ են նշանակում այս խոսքերը։ Եկեք տեսնենք, թե ինչ է ասում Աստվածաշունչը»։ Հիսուսը մի քանի տեղ ասում է նման միտք։ Օրինակ, Հովհաննես 8-րդ գլուխ 58 խոսք. «Նախքան Աբրահամ լինելը ես եմ»։ Հովհաննես 17 գլուխ 5-րդ խոսք. «Փառավորիր ինձ այն փառքով, որ ես ունեի քո մոտ մինչև աշխարհի լինելը»։ Բապտիստական մեկնություն։ Քրիստոսը խոսում է որպես հավիտենական բան։ Հովհաննես առաջի գլուխ առաջին խոսքում ասում է. «Սկզբում էր բանը, եւ բանը Աստծու մոտ էր, եւ բանը Աստված էր»։ Բապտիստական ուսմունքը սովորեցնում է. Քրիստոսը, Հիսուսը, նախքան մարմնավոր դառնալը հավիտենական բանն էր, հոգևոր անձը։ Երբ նա ասում է «Ես խոսել եմ սկզբից», նշանակում է «Ես եղել եմ այն ժամանակ, երբ ոչինչ դեռ չկար, եւ ես եմ խոսել որպես Աստծո բան»։ Նա խոսել է մարգարեների միջոցով դեռ 5 կտակարանում։ Բապտիստ մեկնաբանների, օրինակ Ջոն Մակարտուրի համաձայն, Քրիստոսն էր, որ խոսում էր մարգարեների միջոցով որպես Աստծո ձայն։ Եբրայեցիներ առաջի գլուխ առաջինից երկրորդ խոսքում ասում է. «Աստված բազմիցս եւ տարբեր ձևերով խոսեց մեր հայրերի հետ մարգարեների միջոցով, բայց այս վերջին օրերում խոսեց մեզ հետ իր որդու միջոցով»։ Այսինքն 5 կտակարանում էլ խոսողը նույն Աստծո բանն էր, այն անձը, ով հետո մարմնավորվեց, Հիսուս Քրիստոսը։ «Ես խոսել եմ սկզբից» նշանակում է նա միշտ նույնն է եղել։ Աստվածաշնչում Քրիստոսը բացահայտում է, որ ինքն ունի հավիտենական ինքնություն։ Հայտնություն առաջի գլուխ 8-րդ խոսք. «Ես եմ ալֆան եւ օմեգան, սկիզբն ու վերջը»։ Եբրայեցիներ 13 գլուխ 8-րդ խոսք. Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր եւ հավիտյան։ Այսինքն նրա խոսքը չի սկսվել Բեթղեհեմում, այլ վաղուց էր։ Նա հենց այն Աստծո բանն է, որով ամեն ինչ ստեղծվեց։ Հովհաննես առաջի գլուխ 3-րդ խոսք. Հիսուսը երբ ասում է «Ես խոսել եմ սկզբից», նա ցույց է տալիս, որ ինքը ոչ թե նոր մարգարե է, այլ հավիտենական Աստծո բանը, ով եղել է ստեղծման ժամանակ, խոսել է մարգարեների միջոցով եւ այժմ մարմնավորվել է մարդկանց փրկության համար։ Բապտիստական ուսմունքը սովորեցնում է, որ 5 կտակարանում Աստծո խոսողը, Տիրոջ ձայնը, Տիրոջ հրեշտակը, շատ դեպքերում հենց հավիտենական որդին Քրիստոսն էր, միջև որ նա մարմնավորվեց որպես Հիսուս Նազովրեցի։ Օրինակներ 5 կտակարանից, որտեղ խոսողը հենց Քրիստոսն է։ Այրողմորենի պատմությունը, Ելք 3-րդ գլուխ 2-ից 6-րդ խոսք. Տիրոջ հրեշտակը երևաց նրան եւ ասաց Մովսեսին. «Ես եմ քո հայրերի Աստվածը»։ Բապտիստ մեկնաբանները, օրինակ Ջոն Մակարտուրը, բացատրում է. Տիրոջ հրեշտակը այստեղ ոչ թե սովորական հրեշտակ է, այլ հավիտենական բանը, Քրիստոսը, ով խոսում է որպես Աստված, օգտագործելով «Ես եմ» արտահայտությունը։